Սարիկ ջան, բարև, հույսով եմ լավ ես, էլի ես եմ, բայց ես պային քեզի բան բդի չսեմ, իշկանը քեզ մար տարօրինակ թվա, Սարիկ ջան, ուրեմն եսօր մադամ ծիդիկ ունիմ, ինքը խաբար բերող ծիդիկ, էլի, խաբար գբերոր, դատախազությունն իշ կմտածե, ոստիկանությունն իշ կմտածե, ուրեմն պատկերացրա Սարիկ ջան, դու ենքան տաքսիշնի ես տարը, ձեր թիմն էլ ձեզի է, то есть ձեր սաղ թիմը տաքսիշնի է տարը, то есть դուք իրար մեջ որ գկզվիք, դուք անգամ վնաս կուդակ են մարդկանց, ովքեր որ կամա թե ակամա ինչ-որ չափ կուզեն քեզի պաշտպանաձեղնեն։ Խոսքը կերտա Դավիթ Քալաշյանի մասին, արիստոկրատի, ճանճես հա բչես ճանճը։ Ուրեմն այս արիստոկրատը մեկ քանի անգամ քեզի փորձել է պաշտպանել, գովա, իրա բանից ելնելով էլի ասենք, հասկացել որ ջուրը մեջդ բան է կդե, ինչ է կդե չիդեմ, բայց մեջդ բան է կդե, փորձել է քեզի գովա։ Ուրեմն ձեր քպեի մյուս թևը, որն որ քու դեմդ կաշխատի, այս Դավիթի վրա ինչ որ գործեր կուզեն շինեն, դատախազություն են գցե մեջ, քննիճական բան, то есть պատկերացրա որ քեզի քու թիմի մեջ տանել չեն կրնա։ Համի դու կուզես ինձ որ դու 50+ ունիս, երբ որ քու թիմը քու դեմդ կաշխատի, նախ երկրորդը մարդկանց կփորձեն վարկաբեկեն ու բռնել տան։ Չնա ձեր մոտ քայսատ է։ Դավիթ ջան, քեզ ասեմ իմանաս, որ Իրաք սկսել են քու դեմդ դավեր հուսել։ Ուզեն փորձեն քո վրա քրեական գործ բացեն ինչ որ, ու իրաց մոտ դի կստացվի, էլի, դու համար չնայած դավես քեզ գիտենալով, հարգելով, ինչ քսուր հաց են կես իրարդ, մե բանում գզարմանամ, դու ինչ կրնայиш, Սարիկի մեջը դրական բանում կդնեиш, որ գովայиш, էլի։ Ես չեմ հասկանում, գիտեմ որ փող վերցնող չես, փողով գործենող չես, դի 100% գիտեմ ու վստահ եմ, բայց ինչ կարելի է Սարիկ գովալ, այդ չգիտեմ տավոջան։ Ինչ սկզբունքներից, ինչուց ելնելով դու Սարիկ կգովաս։ Մի խոսքով տավոջան, դու ես զգուշերի Սարիկ։ Չեմ լրջեց էլի քո երսից կրնա մարդիկ երտան փագուն, մի ամետ կող բոլոր նայեք ով է հավաքվի իրար գլող, իշ կենեք։ Լավ եղեք։